Քվեարկության արդյունքների վերահաշվարկի երրորդ օրն է։ Այսօր էլ մեր նկարահանող խումբը հետևեց Երևանի թիվ 4 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի աշխատանքին։ Ընդհանուր 6 դիմում են ստացել, 2-ը մերժել։ 5 դիմումը եղել է Բարգավաճ Հայաստան կուսակցությունից, որոնցից մեկը մերժվել է, 1 դիմումն էլ Միասնության թևեր կուսակցությունից են ստացել, սակայն մերժել։ 4 դիմումները, որոնք որ բավարարվել են, համաձայն ընտրական օրենսգիր սահմանադրական օրենքով համարվել են տվյալ սուբյեկտը դիմող, այսինքն տեղամասային ընտրական հանձնաժողովի ամփոփման նիստին ներկա են գտնվել։ 2-ը ներկա չեն գտնվել։ Այդ իսկ պատճառով մերժվել է 2-ի դիմումները։ Սակայն հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ որոշել է վերահաշվարկել բոլոր 54 ընտրատեղամասերի արդյունքները։ 32 տեղամասերի վերահաշվարկով Ուժեղ Հայաստան դաշինքի ձայները 9352-ից դարձել են 9357, Նորույժ ռեֆորմիստական կուսակցության ձայները 1027-ից 1028, Բարգավաճ Հայաստան կուսակցությանը 522-ից 524, Ժողովրդավարական համախմբում կուսակցությանը 206-ից 207, Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը 12150-ից 12149, Հայաստան դաշինքինը 5032-ից 5038, Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք կուսակցությանը 261-ից 263, իսկ Լուսավոր Հայաստան կուսակցությանը 228-ից 230։ Ինչու են նման փոփոխություններ արձանագրվում։ Նախագահը նշում է, հիմնականում անվավեր քվեաթերթիկներն են քննարկման առարկա դառնում։ Հաշվի առնելով, որ հանձնաժողովը ճանաչել է անվավեր, բայց ինքը տվյալ քվեաթերթիկը ընտրական օրենսգրքով սահմանված անվավեր քվեաթերթիկների կարգավիճակին չէր։ Այդ իսկ պատճառով թիվ 4 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը տվյալ քվեաթերթիկը քվեարկության վավեր է ճանաչում։ Ունենք, որ հակառակ process-ը։ Ունենք, որ հանձնաժողով տեղամասային հանձնաժողովի անդամի սխալ կիրառման արդյունքով, այսինքն ծրարի մեջ դրված է ծալված վիճակում ու տեղամասային հանձնաժողովը որոշել է, որ դա անվավեր քվեաթերթիկ է, կամ դիցուք մեկ այլ օրինակ քվեաթերթիկի վրա դրված եղել անհատական կնիկ, որից հետո հանձնաժողովը անվավեր է ճանաչել։ Դրանք այդ քվեաթերթիկները ճանաչվել են վավեր։ Վերահաշվարկին ներկա են տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ուժից վստահված անձ, Բարգավաճ Հայաստան կուսակցությունից ներկայացուցիչ, Ուժեղ Հայաստան թեկնածու, Ուժեղ Հայաստան դաշինքից թեկնածու, Միասնության թևեր, կարծես թե այսքանն էին։ Հիշեցնենք, երեկոյան Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական շտաբի ներկայացուցիչ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը գրառմամբ նշել էր, որ ՔՊ-ի ձայներն ավելացել են 1031-ով։ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետ Ատոնոյանն էլ նշել էր, որ վերջին 2 օրերի վերահաշվարկների արդյունքում ԲՀԿ-ի օգտին արդեն ավելացել է 140 ձայն։ Նոր տվյալներ դեռ չկան։ Իսկ թե վերջնարդյունքում որ ուժի ձայները ինչպես կփոխվեն, պարզ կլինի վերահաշվարկի համար սահմանված վերջնաժամկետից հետո։ Լիանա Խաչատուրյան, Ժիրայր Հաբետյան, լուրեր։